11 երկրի ավելի քան 100 մասնակից հոկտեմբերի 1-ից 8-ը հայաստանաբնակ արվեստասերներին ու մայրաքաղաքի հյուրերին կպարգևի 23-րդ Հայֆեստ թատերական փառատոնը։ Կատարողական արվեստների միջազգային փառատոնն այս անգամ կմեկնարկի չինական Pekin Dance թատերախմբի լույսեր որոնողը ժամանակակից պարային ներկայացմամբ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում։ Ինչ ամենից մոտ լինելու ուրիշ մի հատ լավ Հունգարիայից ներկայացում բացօթյա PR Evolution, ինքն էլ շատ լավ ժամանակակից պար, հետո մեզ մոտ լինելու երկու Միացյալ Նահանգներից երկու ներկայացում, մեզ մոտ կլինի Ֆրանսիայից, Ռուսաստանից, Գերմանիայից եւ այլն, եւ մեկ ունենանք կրկին իրանական ծրագիր շատ հետաքրքիր եւ բացօթյա եւ ստացիոնար թատրոններում եւ մեկ ունենանք շքեղագույն բացօթյա ծրագիր։ Իմ կարծիքով բացօթյա ծրագիրը ավելի հզոր է այս տարի, քան դասական, այսպես ասած։ Ղուկասյանն ընդգծում է, թեև բարդ է 23 տարի պահպանել ստեղծած փառատոնը, ամեն տարի իրականացնել այն միջազգային ձևաչափում, բայց իր կողքին եղել են մարդիկ, ովքեր գիտեն երազել, ովքեր ճիշտ մշակութային պատկերացում ունեն եւ հավատում են ամենամյա թատերական փառատոնի նորարարություններին ու հաջողություններին։ Ես մասնակցում տարբեր կոնֆերանսների, որպեսզի այսինքն այս վստահության կրեդիտը դեպի Հայաստան կա, եւ մարդիկ նույնիսկ ասում Ալբանիա, Ռոմանիա, այսինքն այս ամեն ինչը, իրենք տեսնում են, ասում են լսի Արտուր, բոլոր հայերենիք, պես չի ասում, ամենավատն եմ ես, բաներ, այսինքն դուք եկեք մեզ մոտ ու կտեսնեք ինչ կեղա։ Հայֆեստ 23-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնն իրականացվում է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի եւ Հոսք հիմնադրամի աջակցությամբ։ Այս տարի փառատոնը համագործակցում է նաեւ Avignon Off փառատոնի հետ։ Իդեպ Հայֆեստը Եվրոպայի 24 լավագույն փառատոնների թվում է։ Հիմնականում մենք փորձում ենք այս ամիջանները, որ լավագույն ներկայացումները մասնակցեն։ Այսինքն լավագույն ովքեր կարող են այս բարագում, ովքեր ում ես տեսել եմ եւ ով իսկապես փառատոնային, այսինքն այն ամեն ինչ, որը կարող է հետաքրքիր լինի նաև իսլանդացուն, ավստրալիացուն, շատ գիտեմ Օմանից, թատրական գործի եւ այլն։ Փառատոնային աշնան մեկնարկը տրված է։ Կազմակերպիչների խոսքով 23-րդ Հայֆեստը թատերական նոր մակարդակ է խոստանում հայ հանդիսատեսին։ Յուրա Վահանյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։